ձեզ սիրելի բարեկամներ եւ այսպես Նարեկացի արվեստի միությունը մի հրաշալի, մի անշահախնդիր, մեր դժվարին բարդ ժամանակներում ոչ մի նյութական ակնկալիք չունեցող այս իրոք մշակութային օազիսը Նարեկացի արվեստի միությունը այսօր դարձյալ զարմացնում է մեզ, հիացնում է մեզ հանդես գալով մի հրաշալի հեռանկար ունեցող շատ կարևոր մի նախագծով դա մանկապատանեկան ստեղծագործական փառատոն մրցույթն է, որի նպատակն է մեր ի հայտ բերել, հայտնագործել, խրախուսել, ոգևորել մեր պատանի, մեր մանուկ ստեղծագործողներին ապագա բազմադարյան հայ պոեզիայի, հայ գրականության ոսկե շղթան շարունակողներին։ Ժամանակին, երբ Թումանյանն էր, երբ Ավետիք Իսահակյանն էր, երբ հայոց գրականությունը այսպես իր հերթական փայլուն շրջանն էր ապրում, շատերն էին վայնասուն բարձրացնում, թե ներողություն կոպիտ արտահայտությանս, թե չկա պոեզիա, ժամանակակից պոեզիա չկա, Թումանյանից, Ավետիք Իսահակյանից հետո չկա, բայց Տերյան, Չարենց, մյուսները հայտնվեցին, հենց նույն Տերյանի Չարենցի ժամանակ ասում էին, Չարենցից Տերյանից հետո չկա պոեզիան վերջացած է, հայտնվեց Շիրազը, Համոսահյանը, Պարուր Սևակը, մյուսները այդ փայլուն պլեյադա, եւ հիմա էլ երբեմն գոռգոռում են, թե գիտեք Սևակից հետո, Սահյանից հետո պոեզիա չկա, սուտ է չհավատակ, կա պոեզիա, եւ ավագ սերնդի մեջ, եւ երիտասարդ սերնդի մեջ հայ պոեզիան շարունակում է, ուղղակի մենք մի քիչ բարդ ու դժվար, մի քիչ անհոգևոր ժամանակ ենք ցավոք սրտի ապրում, դրա համար էլ այդպես է։ Ինչևէ, ողջունում եմ մեծ սիրով բոլոր մասնակիցներին, անկախ նրանից, նրանք մրցանակներ կստանան, դափնեկիրներ կլինեն, թե ոչ, բոլորն են մրցանակակիր, բոլորն են նշվելու են, որովհետև հենց մասնակցելը դա արդեն խիզախություն է, հերոսություն է։ Եվ շատ էլ այնպես չընդունեք սիրելի մասնակիցներ, սիրելի ծնողներ, սիրելի ուսուցիչներ, տատիկներ, պապիկներ, խանդով չվերաբերվեք, շատ հնարավոր է, որ մեր ժյուրիի անդամներս ինչ-որ մեկի հարցում սխալված լինենք և հետագայում այդ մեկը դառնա ավելի մեծ երևույթ, քան այսօր մեր կողմից կամենած շատ գնահատված դափնեկիրներից որևէ մեկը։ Այսպես է, անքննելի են Աստծո գործերը, իսկ բանաստեղծը դա Աստծո քարտուղարն է, ինչպես մեծն Պարուր Սևակը կասել, Աստված թելադրում է իր ուսաների միջոցով, իսկ բանաստեղծը գրում է, բանաստեղծ, բան ստեղծող, աշխարհի ոչ մի ժողովուրդ, բոլորն ասում են պոետ, միայն հայն է ասում բանաստեղծ, ի սկզբանե էր բանը և բանն սկզբում էր և բանն Աստված էր, բանաստեղծը աստվածային է իր էությամբ, ստեղծագործողը, կրկնում եմ, Աստված նրան թելադրում է իր մուսաների միջոցով, իսկ նա գրում է։ Սիրելի բարեկամներ, այս խոստումից ողջունից հետո, մեր այս նախաբանից հետո, ես սիրով ուզում եմ բեմ հրավիրել Նարեկացի արվեստի միության նովա ժողովրդական նվագարանների անսամբլի մենակատարներ, այս երկու հրաշալի աղջիկներին, կանոնահարուհիներին բարձրացեք, խնդրեմ սիրելիներս, շնորհակալություն, շնորհակալություն, ուրեմն կանոնահարուհիներ Արմինե Չիլինգարյան և Մանե Ստեփանյան, և այժմ դուք ունկնդրեք հայ ժողովրդական մեղեդիներ Հոյնար և Հոկյակս, մշակումը Շուշանիկ Սարաթելյանի։
Մեկնաբանությունը Ծովինար Հովհաննիսյանի։ Շնորհակալություն, սիրելի աղջիկներ, եւ այսպես, սիրելի բարեկամներ, այս լավ, այս դրական լիցքով սկսում ենք մեր մրցանակաբաշխության հաջորդ էջը։ Սիրելի բարեկամներ, ուրեմն մրցանակաբաշխությանը մասնակցել են այս ուրեմն կես տարուց ավելի մեր ժյուրին աշխատել է, ուսումնասիրել է, ուշով հետևել է այս ամենը, քննարկել է, մասնակցում են մրցույթին մանկապատանեկան քաղաքամայր Երևանից, ցավոք ոչ բոլոր մարզերն են մասնակցել, ինչ որտեղ հարգելի պատճառով, ինչ որտեղ ոչ այնքան հարգելի, հույս ունենք հետագայում ավելի ակտիվ կլինել բոլոր մարզերը, բայց մասնակցել են քաղաքամայր Երևանից եւ հետեւյալ մարզերից՝ Կոտայքի մարզ, Շիրակի, Գեղարքունիքի մարզ, Լոռվա, Արմավիրի եւ Արարատի մարզերից են մասնակցել մրցույթին շուրջ 38 մասնակից եւ Չափածո եւ Արցախ։ Խորին շնորհակալություն բոլոր մասնակիցներին, նրանց ուսուցիչներին, դպրոցներին, ծնողներին հովանավորելու, ոգևորելու համար։ Եվ այսպես ծափահարություն մեր բոլոր մասնակիցներին։ Սիրելի բարեկամներ, ներկայացնում եմ մեր ժյուրիի կազմը, որը տքնաջան աշխատել է այս ավելի քան
կես տարվա ընթացքում, դե իհարկե Նարեկ Հարությունյան, Նարեկացի արվեստի միության հիմնադիր նախագահ, նախաձեռնողը, օգնողը, հովանավորողը և ժյուրիի անդամ, մայեստրո Դանիել Երաժիշտ, Նարեկացի արվեստի միության գեղարվեստական խորհրդատու, Էնքան համեստ մարդը, ասես Դանիել Երաժիշտը հերիքա, չթողեց, որ ասեմ, կոմպոզիտորա, երաժշտագետա, դիրիժորա, հաջորդ մասնակիցը, որը միևնույն ժամանակ ժյուրիի նախագահն է, բանաստեղծ, աղբյուր ամսագրի գլխավոր խմբագիր Թադևոս Տոնոյան։ Այո, ժյուրիի նախագահին պետք է մենք առանձնահատուկ վերաբերվենք, որովհետև շատ հարցեր կան նրանից կախված։ Հաջորդ մասնակիցը մեր ժյուրիի անդամներից հաջորդը Հրանտ Ալեքսանյան, բանաստեղծ դրամատուրգ։ Հրաշալի անձնավորություն, որին գիտեմ դեռ մեր թվարկությունից առաջ 80-ական թվականներին երանել է, երբ նա երիտասարդ պատանի բանաստեղծ էր, ես էլ երիտասարդ դերասան էի Արցախում, Արցախի թատրոնում։ Հրանտ Ալեքսանյանը մեր պատվարժան Արցախից է։ Հաջորդ մեր մասնակիցը ուրեմն Անի Եղիազարյան, գրականագետ։ Նա էլ ասաց, ես մարդիկ չեն հասկանում, որ ինք չի կարելի ամենօր բաներ ասել, մեկա չեն պահելու, նա էլ ասաց, որ չնշեմ, որ ինքը բանասիրական գիտությունների թեկնածու է, չեմ ասում ձեզ։ Այո, երերջապես Սամվել Բաղինյան, ձեր հունարցան։ Սիրելի բարեկամներ, և այսպես առաջինը բեր ենք հրավիրում մրցույթի 9 մասնակիցների Բիանա Ղազարյան, Աշոտ Թադևոսյան, բարձրացեք դեն ներեքեք ջան, բարձրացեք դեն բալիկներ ջան, Հարություն Քամալյան, Օհար Բագրատի Հովանիսյան, այո, Այդա Աղեկյան, Լիանա Թովմասյան, ուրեմն, շնորհակալություն, հուսանք, որ այսօր դուք լինելու եք Նարեկացի արվեստի միության բարեկամները, մասնակցելու եք հետագա մրցույթներին, նաև ասմունքի մրցույթներին և պոեզիայի հետ կապված բոլոր միջոցառումներին։ Խորին շնորհակալություն ձեզ և այս մեր սիրելի մասնակիցները պարգևատրվում են ուրեմն մասնակցության վկայականով, որը բոլորին է տրվում, իհարկե, պարգևատրվում են ուրեմն նուռ, այսպես գեղեցիկ, մի րոպե կբացատրեմ հիմա, ցույց կտա, այո, այս նուրն է, սիմվոլիկ նուրն է, գեղեցիկ ինձ մի նուր, թող մնա ձեր մոտ, ես կվերցնեմ, ինձ կվերցնեք հետո, այնուհետև ուրեմն Դանիել Վարուժանի մասնակցության վկայականը, որպես հիշատակ մասնակցության վկայականը և մի գեղեցիկ էձանիշ Դանիել Վարուժանի փառահեղ ձոնի տոներով, որովհետև մեր միջոցառում կոչվում է եղեգնյա գրչով, հենց Վարուժանից է գալիս, եղեգնյա գրչով երգեցի փառքեր, քեզի ինձա, իմ հայրենիք, սոսյաց անտառեն էի զայն կտրել, քեզի ինձա, հին հայրենիք, եղեգնյա գրչով երգեցի քուրմեր, ընդ եղեգան փող, լույս եղաներ, թող լույսը բանաստեղծական միջեզ հետ լինի, սիրելի բալիկներ։ Ժյուրիի անդամներից շնորհակալություն, մեր սիրելի Անի Եղիազարյանը կհանձնի այս նվերները մեր ուրեմն մասնակիցներին։ Խնդրեմ Անի ջան։ Նախ ուզում եմ ողջունել բոլորիս, իսկապես Նարեկացի արվեստի միության նախաձեռնությամբ ստեղծված այս գեղեցիկ ծրագիրը սկիզբն է, մեկնարկն է, վստահ եմ շարունակական է լինելու մի մեծ առաքելության, որ կոչվում է ոգևորում և խթանում ստեղծագործող պատանիների,
Ինչու որովհետև հաճախ չէ, որ հանդիպում ենք, հաճախ այդ տետրակները գրվում են և մեկ մոռացվում է, մեկ իր ճանապարհն է հարթում ինքնուրույն, իսկ նման գրական մրցույթները կարևոր օղակ են պատանիներին ինքնադրսևորվելու։ Այսօր այստեղ տեսնում ենք, մենք վաղը մյուս օրը փողոցներում Երևանի թե մարզերի եթե քայլենք, արդեն այս դեմքերը մեզ համար առանձնահատուկ դեմքեր են լինելու։ Դրա համար ես ուզում եմ շնորհավորել բոլորիս իրապես, որտեղ պոեզիան և գրականությունը կյանքի այն կարևոր կեսահյութերից են, որով մենք սնվում ենք, բարարտացվում ենք և ամեն գարնան հետ նորից զարթոնք ենք ապրում։ Ես ուզում եմ շնորհավորել բոլոր մասնակիցներին, հիմա այստեղ ընտրված այն մասնակիցներն են, որոնք խրախուսվում են իրենց մասնակցության համար, պիտի ասեմ, որ հեշտ չի եղել, որպես օրինակին ժյուրիի անդամ, ընտրությունը կատարել, որտեղ դա բարդագույն աշխատանք է, և այո, պարոն Վաղինյանն ասաց, գուցե մենք ինչ-որտեղ սայթաքել ենք, բայց թողվոր այդ սայթաքումը անմեղության խորհուրդ ունենա, որովհետև որևէ կանխամտածվածություն չի եղել։ Ես սիրով հանձնում եմ մրցանակները, այսինքն խրախուսական կագրերը, Նարեկացի արվեստի միություն, մասնակցության վկայական, եղեգնյակրչով գրական մանկապետարական առաջին մրցույթ, տրվում է Բիանկա Ղազարյանին, Նարեկացի արվեստի միության եղեգնյակրչով գրական մանկապատանեկան մրցույթին մասնակցելու համար։ Աշոտ Հաթևոսյան մեկնարկների և ստեղծագործական ջիղը շարունակական։ Հարություն Կամալյան Գոհար Բագրատի Հովանեսյան և մասնակցության Այդա Աղեկյան և ներկաներից վերջինը Լիանա Թովմասյան։ Բարի երդ, լավ երեկո, այդ ցերեկույթ բոլորի շնորհակալություն։ Խրախուսական մրցանակի են արժանացել հետևյալ պալիկները, բեմահարտակ եմ հրավիրում Մանե Գրիգորյանին, Սեդա Գալստյանին, Արցախ, Անգելինա Միրաքյան, Արցախ, Անգելինա Մկրչյան, Չափածո, Գևորգ Հովանեսյան, Չափածո, Լեյլա Մելքոնյան, Չափածո, Օտայքի մարզ, Լիլի Խաչատրյան, Չափածո, Լորմա մարզ, Գյուրջրաշել, և Մարիա Այվազյան, Չափածո, Արարատի մարզ, Նարե Մարտիրոսյան, Չափածո, Դարձյալ Արարատից, Վարդուհի Աղեկյան, Չափածո, 9 տարեկան, Շիրակ, Լուսաբյուրգուն։ Որն է, հա, Քույրիկի փոխարեն դու ես եկել, բարձրացի։ Քույրիկի փոխարեն եկել, հա,
Անգելինա Մկրտչյան, Չափածո տատիկն է այստեղ Երևանից, բանաստեղծուհի Սյուզաննա Երեմյանը եւ եղբայրն է եկել ստանա, հարկերի պատճառով փոքրիկը չկա։ Մի խոսքով սիրելի բարեկամներ, հանձնելու համար պարգևները բանաստեղծ, դրամատուրգ Հրանտ Ալեքսանյան եւ մեր մեծարգո մայեստրոն, այո։ Ուրեմն ներկայացնում եմ նվերը, ուրեմն սիմվոլիկ հրաշալի նուրը, ինչպես միշտ, մասնակցության վկայականը պարտադիր կա չէ, մասնակցության վկայականը շատ կարևոր է, մեծն ամենայն հայոց բանաստեղծի Հովհաննես Թումանյանի, ինչպես? Հովհաննես Թումանյանի ուրեմն բանաստեղծների եւ քարյակների գրքույկը եւ Էջանիշը Դանիել Վարուժյանի։ Սիրելի ներկաներ, մենք իսկապես շատ հետաքրքիր շրջան ապրեցինք, ծանոթացանք բազմաթիվ նոր հետաքրքիր ստեղծագործող երեխաների նրանց այսպես գրական եւ հավակնություններին, ստեղծագործական նրանց ներուժին փորձեցինք այսպես մոտիկից շփում ունենալ, տեսնել ուղղակի ինչքանով են նրանք լուրջ տրամադրված եւ ինչպիսի ընդունակություններ են իսկապես նրանք պատրաստ ցույց տալու ոչ միայն մեզ, այլև հանրությանը, ովքեր նրանցից մոտ ապագայում պետք է շատ ավելի լուրջ սպասելիքներ ունենան։ Հաճելի էր շփվել այդ տեքստերի հետ, հաճելի էր շփվել երեխաների հետ, որոնց հետ մենք առիթ ունեցանք մինչև այս եզրափակիչ ցիրեկույթը նրանց հետ զրուցել, խոսել, ընդ որում ես պիտի ասեմ, որ արձակի փուլը շատ ավելի բարդ էր, մենք նաև լրացուցիչ փուլ անցկացրեցինք, որովհետև պետք է լիակատար համոզված լինեինք, որ մեր նախապատվությունները, որ մեր գնահատականները այսպես ասած ունենան շատ լուրջ հիմքեր պետք է ունենան, մենք սխալվելու իրավունք մեզ չէինք վերապահում։ Հաճելի էր նաև մեզ հանձնաժողովի անդամներիս համար մենք մեծ մասը իրար չէինք ճանաչում։ Առաջին անգամ ուղղակի եկանք այստեղ պարոն տնօրեն Նարեկ Հարությունյանի հրավերով, բոլորն էլ լուրջ մասնագետներ իրենց ասպարեզում շփվեցինք իրար հետ, ծանոթացան եւ բոլորս տեսանք այսպես, որ մենք նույն մեխին ենք խփում, ուզում ենք իսկապես տաղանդավոր երեխաներ հայտնաբերել եւ նրանց ամեն կերպ աջակցել։ Կարծում եմ, այս կարգի փառատոները, այս կարգի մրցույթները ոչ թե հատուկ ինչ-որ մեկին առանձնացնելու նպատակ ունեն, ոչ, սրանք լրացուցիչ բաներ են, ոմանք կարող են տխուր հեռանալ այստեղից, բայց մեծամասամբ կարծում եմ, որ պետք է ուրախ լինել, որ իրենք մասնակցում են, որ նմանատիպ միջոցառումներ կան, նմանատիպ հանդիսություններ են կազմակերպվում, որ գրականությունը, որ պոեզիան, որ հոգևոր արժեքները մեզ համար մնում են շատ առաջնային, շատ կարևոր է մնում, եւ մենք մեծ հույսեր ենք կապում մեր ընդունակ, մեր կարողունակ երեխաների հետ։ Այնպես որ բոլորիդ եմ շնորհավորում այստեղ ներկաներին, բացականներին եւ նրանց, ովքեր չկարողացան ուշացումով եղել են դեպքեր, որ շատ ուշացումով իմացան բանման մրցույթ, երևի հետագայում մենք պետք է առավելագույն ջանքեր գործադրենք, որպեսզի ամբողջ Հայաստանը, ամբողջ մեր սփյուռքը տեղյակ լինի, թե ինչպիսի գրավիչ եւ արժեքներով մենք միջոցառում ենք անում։ Մի խոսքով բոլորին շնորհավոր եմ։ Լավ խոսեց, որ ես էլ ցանկացա։ Ես միշտ հիշում եմ այս արտահայտություն նման դեպքում, երբ ագրավը լսում է սոխակի դայլայլը, ինքն էլ է ուզում երգի։ Ես շնորհավորում եմ, շատ ուրախ եմ, ես ուշադիր ընթերցելով բանաստեղծությունները, ես էլ հարստացա, եւ դա մեծ ճանաչողական նշանակություն ուներ, ոչ մի ռենտգեն, ոչ մի էխո, մարդու հոգին այդքան չի բացահայտում, որքան արվեստը, պոեզիան, եւ մենք ընթերցելով ձեր ստեղծագործությունները ոչ միայն ձեզ ճանաչեցինք ինչ-որ չափով, նաեւ ձեր ծնողներին հետ եմ ես ծանոթ արդեն, ձեր բանաստեղծությունների միջոցով, ձեր ուսուցիչների, ձեր հարևանների, այնպես որ շատ շնորհակալ եմ, հիմա անցնենք հաջորդ քայլին։ Խրախուսական մրցանակ Մանե Գրիգորյանին։ Մայսր, մեկը դուք մեկի։ Սեդա Գորստյան։ Խրախուսական մրցանակ Գևորգ Հովհաննիսյանին։
եղբորը Անգելինա Մկրտչյանի եղբորը։ Փոխանցես քույրիկին։ Քեզ չպարես։ Բաներ դուրեցնես, բայց սա կտասի։ Ուրաբեն որ տկարվեց քույրիկի փոխարեն։ Խրախուսական մրցանակ են կազմում Անգելինա Միրաքյանին։ Սիրով նվիրում ենք Լեյլա Մերքոնյան։ Մեր հաջորդ մրցանակը Լիլի Խաչատրյանին։ Դուք ով եք? Մորակույր, շնորհավոր։ Մարիա Այվազյանի, եթե որ քույրս Լեյլա փոխա։ Եվ այս մրցանակը Նարեկ Մարտիրոսյանին։ Վարդուհի Ավանիկյանին։ Անձնական մի բան ասեմ, պարբերաբար իմ հոդվածները կամ քսերոքսը բաժանում եմ իմ ուսանողներին, որ բացի դասից նաև լրացուցիչ ինֆորմացիա ստանան և բաժանելիս լսարանին տալիս եմ հոդվածս հպարտությամբ և ասում եմ սա վերցեք պետք կգա շոկ ժամանակ սենց կանեմ։ Ես էլ եմ ողջունում, շնորհավորում և ամենափոքր մասնակիցը ուրեմն Վարդուհի Աղեկյան, ով է Վարդուհի Աղեկյան։ Դու ես Վարդուհի ջան, այո, և ուզում եմ ամենափոքրիկի բանաստեղծությունը ներկայացնել, ժամանակը շատ չէ, թե չէ բոլորինը կներկայացնի, բոլորն էլ լավ են գրում, ուշադրություն դարձրեք, այս փոքրիկը իսկապես բանաստեղծուհի է դառնալու։ Ես իմ լեռնելու օրը չգիտեմ, բայց որ շատ խորանան կարող է գտնել։ Եվ շատերը իրանցից, բոլորը համարյա, դառնալու են գրչի մարդ, բանաստեղծ, արձակագիր, փառք Աստծո։ Սարյանական սենյակում հայոց գորգերը նախշում, զրուցում են միմյանց հետ։ Այս սենյակում թե լինես, ծաղիկները գեղեցիկ ու գորգերը պատից կախ, հայոց նախշերը անգամ նրանք կերքել քեզ համար։ Առանց թակել մեր դուռը, գորտը մտավ մեր տունը։ Ամբողջ տանը նա շրջեց, մեր աչքերից թաքնվեց, առավոտ վաղ արթնացա, եղբորս զիլ ճչոցից, գորտին տեսել վախեցել, սեղանին էր բարձրացել։ Այս մեկը լսեք։ Ծիածան ինձ տուր քո կարմիր կապույտ ծիրանագույնը, որ ներկեմ հայոց մեր եռագույնը։ Այս լսեք, քամուց ուժեղ է տերևը տեղին, այն բոկ չի գալիս իր մայր ծառից, ծառն իր ճյուղերով ճանկռում էր քամում, բայց բաց չէր թողնում տերևին անկում։ Փոքրիկ ու այսքան խելացի բան։ Շնորհակալություն բոլորին։ Երեքչապես մեր տակնիկները։ Փոքրիկների խմբին տալու ենք թումանյանական, հոբելյանական հատորը, դարձյալ խորհրդանիշ Նուր Էջանիշը և հանձնելու է մեր ժյուրիի նախագահը, հարգարժան Թադևոս Տոնոյանը, իսկ ավագների խումբը դարձյալ ստանում է ուրեմն հոբելյանական հատոր, արդեն Նարեկացու Մատյանը, Նուր Էջանիշ
եւ գրչատուփ, իհարկե եղեգնյա գրիչներ չեն, այնտեղ մետաղյա պլաստիկե գրիչներ են, այդպես է գեղեցիկ գրչակալով։ Խնդրում եմ պարոն Տոնոյանը, մեր նախագահը, ժյուրի եւ պարոն Նարեկ Հարությունյանը կան այստեղ եւ հանձնեն հերթական մեր ուղերեն։ Ներկայացնեմ ուրեմն կրտսեր եւ ավագ խմբի դափնեկիրներին։ Գոհար Հովանիսյան, Արցախ, Կոտայքի մարզ, գյուղ Արձական։ Խաչիկ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց, այո, բարձրացի Փարիք ջան։ Նարեկ Մկրտչյան, Արցախ, Կոտայք, գյուղ Արձական, դարձյալ Խաչիկ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց։ Ես մի գյուղից երկու բանաստեղծուհի, լավ է։ Հաջորդը Լարիսա Վարդանյան, Կոտայք, դարձյալ գյուղ Արձական, բայց Հակոբ Պարոնյանի անվան 59 դպրոց։ Կա այստեղ է բարիկա։ Հա, ոչինչ։ Հաջորդը Սոնա Ավետիսյան, Շիրակ, Շիրակի մարզ, Գյումրի։ Գյումրու թիվ 1 ավագ դպրոց։ Այո։ Միլենա Սատրյան, Կոտայք, դարձյալ Արձական, դարձյալ Խաչիկ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց։ Ես ինչ լավ դասատուներ ունեմ։ Երևում է լավ գրականության դասատուներ ունենք, հա Բարիկ ջան։ Կեցեք։ Ուրեմն Հռիփսիմե Գրիգորյան, Երևան, հայ-չինական բարեկամություն, ինչ-որ կազմակերպություն է, այո, դպրոց է, այո, հայ-չինական բարեկամություն։ Բարիկ ջան, չինարեն էլ եք սովորում, հա։ Ապրի իմ աղջիկը, այո, որ մենք ներկայացնենք մյուս անգամ չինարեն եք կկարդաց մի կուպլետ, այո, հաջորդը Դավիթ Մարտիրոսյան, Արցախ, Երևան, Երևանի հերացու անվան ավագ դպրոց, համեցեք, Ամալիա Ենգոյան, Արցախ, Երևան, Շիրակ, Գյումրի, Գյումրու թիվ 1 դպրոց, երկրորդ մասնակիցը Գյումրի թիվ 1 դպրոցից, այո։ Անի Համբարձումյան, Չափածո, Երևան, ուրեմն հերացու ավագ դպրոց։ Այստեղից էլ կարծեմ երկու հոգի նույն դպրոցից, հետաքրքիր է։ Ելենա Գրիգորյան, Արցախից է բալիկը, հիմա Լորվա մարզի Կատնախբյուր գյուղից ավագ դպրոց, Կատնախբյուր գյուղի ավագ դպրոց, այստեղ չէ ցավոք, հա։ Ծնողնա, խնդրեմ, համեցեք, սիրելի ծնող, համեցեք, Քնարիկ Հունանյան, Չափածո, Գեղարքունիքի մարզ, Լանջախբյուրի միջնակարգ դպրոց։ Բարև ձեզ, բոլորին շնորհավորում եմ և մասնակիցներին ընդհանրապես և խորհրդական մրցանակներ ստացողներին և դափնեկիրներին մի փոքր ուզում եմ ներկայացնել մեր աշխատանք, այն որ մրցատյանը, այսինքն ժյուրին կատարել է այս ընթացքում, ուրեմն եթե նկատեցիք, մենք պայմանավորվել էինք, որ չենք առանձնացնելու մրցանակակիրներ առաջին, երկրորդ, երրորդ, որովհետև մտածում ենք, որ այս մրցանակաբաշխությունը սպորտային այսպես հետաքրքրություն չէ և շատ բարդ է գրականության մեջ, արվեստում, այդպիսի ուրեմն գնահատականներ տալը և կարծում եմ, որ մենք շատ ճիշտ վարվեցինք։ Սկզբում ուրեմն մասնակցությունը շատ այդպես թույլ էր, քիչ էր, հետո ուրախություն բոլորիս, մասնակիցները ավելացան, ոգևորվեցին և մենք մոտ 40 երեխաների գործեր ենք կարդացել, ընթերցել ենք, 40 եմ ասում, որովհետև էլի երեխաներ կային, որոնց ստեղծագործությունները ուրեմն ոչ գեղարվեստական էին, այդ նկատի ունենալով եմ ես ասում։ Գիտեք ինչ, կարևորը
մրցանակները չեն ինձ համար կոնկրետ, կարևորը այն է, որ վստահություն ենք ձեռք բերում նման օրերի, նման միջոցառումների ժամանակ, որ մեր ժողովրդի արգանդը չի չորացել և ինչպես ժողովուրդն է ասում և մենք շարունակողներն ենք մեր բազմադարյան մշակույթի և ինչպես պարոն Վաղինյանն ասաց, ոսկի շղթան անընդհատ շարունակվելու է և այս երեխաների գոյությունը մեզ համար շատ ուրախալի է, որովհետև դա փաստում է մեր ժողովրդի ստեղծագործ ոգին։ Մենք ես ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել բոլորիս անունից, կարծում եմ բոլորդ համաձայն կլինեք Նարեկացի արվեստի միությանը, նրա հիմնադիր Նարեկ Հարությունյանին այն բանի համար, որ նման բազմաթիվ նախագծեր, միջոցառումներ են իրականացվում, դուք գիտեք մեր երկիրը, մեր ժողովուրդը դժվար օրեր է ապրում և մեզ շատ անհրաժեշտ է պետական մտածողություն ունեցող մարդկանց ակտիվությունը, գործունեությունը։ Ես կարծում եմ, որ սա նման նախագծերը, միջոցառումները հենց այդ պետական մտածողության արդյունք են և արգասիկ են և կարծում եմ, որ մենք չպետք է սպասենք, թե այս կամ այն իշխանությունները ինչպես են իրենց դրսևորում, այլ մենք բոլորս մենք առանձին մեր գործը պետք է կատարենք։ Այդ պետական մտածողությունը այն է, որ մենք պետք է տեր կանգնենք մեր սերունդին, այդ սերունդի ստեղծագործ ոգուն, այդ սերունդի երազանքներին պետք է նրանց թև տանք և ասենք, որ ոչ միայն հացիվ ենք, այլև մենք ապրում ենք նաև բանիվ և պետք է ձգտել հացը բան դարձնելուն, պետք է ինչի համար ենք մենք ապրում ենք, որպեսզի մշակութապես լինենք, ոչ թե ֆիզիկապես լինենք, մենք ապրում ենք, որպեսզի մեր տեսակը պահենք, պահպանենք և այդ տեսակի պահպանությանն են ուղղված նման այսպես նախագծերը, միջոցառումները։ Ես կուզենայի, որ բոլորս ծափահարեինք կամ շնորհակալություն հայտնեինք Նարեկացի արվեստի միությանը և ոգևորեինք շարավի ու ճարավի և ընդարձակի։ Անձամբ իմ անունից, որպես ժյուրի նախագահ, ես ինքս շնորհակալություն եմ հայտնում պարոն Նարեկ Հարությունյան ձեզ, ողջ աշխատակազմին, Գայանե Խաչատրյանին, տնօրենին, այս հաստատության տնօրենին և ես շատ մեծ հաճույքով եմ շփվում Նարեկացի արվեստի միության բոլոր աշխատակազմի բոլոր անդամների հետ։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ գործընկերներին, որոնց հետ ժյուրի անդամների նկատի ունեմ, որոնց հետ շատ հաճելի աշխատանք կատարեցինք մենք, իհարկե այդ հաճելին նաև երբեմն ինչպես պարոն Վաղինյանը նշեց, երբեմն բանավեճերի առիթ էր, նաև բանավեճերով էր ուղեկցում և դա վկայում այն մասին, որ մենք կարողացել ենք գոնե մեր խիղճը հանգիստ և արդար ընտրություն կատարել։ Սկզբունքը հետևյալն է եղել, մենք կարդացել ենք ձեր աշխատանքները և մեր գնահատականներով մի օր եկել ենք այստեղ և ներկայացրել ենք մեր գնահատականները։ Այդ գնահատականները մեխանիկորեն գումարվել են և ի հայտ են եկել հաղթողները։ Այսինքն ամբողջ այդ գործընթացը անկեղծ է եղել, ազնիվ է եղել, թափանցիկ է եղել ու նաև գաղտնի։ Այսինքն մենք չենք այսպես կամ այնպես, այս կամ այն երեխայի համար ինչ-որ հաջողություն արել կամ ձգտել ինչ-որ առանձնացնել։
Չնայած պարոն Բաղինյանը բանաստեղծություններով հիմա ստիպված է լինելու կարդալիս, ներկայացնելիս առանձնացնել։ Ես երևի շատ խոսեցի, ուզում եմ Ժյուրի նախագահ իրավունք ունի շատ։ Ուզում եմ անցնենք արդեն այս հավաստագիր Եղևնյակրչով գրական մանկապատանեկան առաջին մրցույթի Լարիսա Վարդանյանին։ Ուրեմն Հովհաննես Թումանյանի հոբելյանական ընտրանի Լարիսա ջան, շնորհավորում եմ։ Լարիսան Գերուրին է։ Գիրքը քեզ չպահես, կտաս իրավունք։ Իհարկե, սա է պետական գերու։ Չնայած իրավունք ունի։ Չնայած երեք հատ կարող է հանկարծ մեկնավորի քեզ։ Ուրեմն Գոհար Հովհաննեսյանի մեկ անգամ էլ ցույց տանք, շատուկը գրված է Եղևնյակրչով, մրցույթի անվանումն է գրված է Նարեկացի արվեստի միություն իր ուրեմն լոգոյով եւ 2025 թվական։ Եվ գրիչները ցույց տվեք ներսում։ Եվ գրիչները։ Ասեմ, որ պարոն Տոնոյանը ուզեց մի հատ տակովանի, ընկեր Հարությունյանը չթողեց։ Ասեց երեխաներին։ Ինքը որպես բանաստեղծ ուզում է մի հատ վերցնել Դու արձականից ես ոնց որ ես հասկացա։ Ես նկատեցի, որ այստեղ ուրեմն արձականից եկել են նաև այս երեխաների ուսուցիչները։ Այո։ Եվ ես շատ խնդրեի, որ Ճիշտ է։ դուք ձեր ողջույնի խոսքը վերջում ասեք։ Անպայման։ Այո, մայստրո։ Ժյուրին շատ արդյունավետ է աշխատել և ստեղծագործական ոլորտ է։ Մենք զարմացանք, որ արձականից այսքան տաղանդավոր մարդիկ կա, որքան ինձ հայտնի է ընդ գրողների միության Շատ շփումներ ունեն իրենք։ Հա, շփումներն են աստիճանի, որ մենք արդեն արձականին ասում ենք արձական, Այո, արձական, բայց պոետներ էլ ունեն։ այո։ Հավաստագիր Եղևնյակրչով գրական մանկապատանեկան առաջին մրցույթ տրվում է Հռեպսիմե Գրիգորյանին, Նարեկացի արվեստի միության գրական մանկապատանեկան մրցույթում հաղթող ճանաչվելու համար։ Ձերն է վերածել չկարտացի, բայց այս անգամ կարտացի ձերը հաղթող ճանաչվելու համար։ Շնորհավորում եմ։ Ուրեմն մեծերին այսպիսի մի գեղեցկություն, որը իհարկե առաջին հերթին բովանդակային առումով է գեղեցիկ և տարողունակ Գրիգոր Նարեկացի գիրքը Էգալիշով աստիճանաբար կտամ և այսպես ուրեմն Նարեկ Մատյանը իր տուքով իր պահատուքով Սա մեծերին ենք Այո, Վազգեն Գևորգյանի թարգմանությամբ շատ հրաշալի Անպայման կարդացեք և շնորհավորում ենք հոգևոր սնունդ է դա Դա է, ուրեմն սրանն է Այո, իրեն Եվ գրչար Անպայման փոխանցի գրիչները պարոն Սրան Երկար պատմություն է սա Հաջորդները ավելի Ես անհան այդքան չէի խոսի Ամալիա Ենգոյան, ինչքան հիշում եմ Գյումրիից պետք է լինի այս արտիկը Շնորհավորում եմ Ամալիա ջան Գյումրին միշտ էլ ուրեմն առանձնացել է իր մշակութային բնութագրով դարձյալ Ամալիա ջան, կարծեմ պոեզիա է, չէ՞, արձակեք, լավ, ոչինչ
որ շփոթում եմ, արդեն շատ է։ Ուրեմն շնորհավորում ենք Աղբոր ճանաչվելու Միլենա Ասատերյան շնորհավորում ենք Աղբեկ Անի Համբարձումյան շնորհավորում ենք Աղբեկ Միշտ գրեք, վախենար Դավիթ Մարտիրոսյան Մենակ շղայս աչքների շրջակայք Նորավորում ենք Քնարիկ Ունանյան Քնարիկ Ունանյանը ընկերություն է Յանական ընկերուր կհանձնես բոլորը հետո ընդեղ կմտածեք որը որից բայց գրչատուփ իրեն կպայի և հավաստակ Ելենա Գրիգորյան Հայրիկն է, հայրիկը Ուրսեն երկու խոսք ասեք Ես ևս միանում եմ բոլոր շնորհավորողներին, շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, ոչ միայն հաղթողներին, բոլոր մասնակիցներին Իհարկե ես կցանկանայի, որ իմ թողնին Այստեղ կմնացնում ես կներեք, ես քիչ ուզում եմ շնորհավոր եմ բոլոր Շնորհավորում եմ, տնագն Նախ և առաջ ուզում եմ ասեմ շատ շնորհակալություն բոլոր ժյուրիի անդամներին, քանի որ գնահատեցիք բոլորիս աշխատանքները և այժմ ես այստեղ մենք գտնում ենք հենց ձեր շնորհիվ դուք եք հենց որ մեր սերնդին ոգեշնչում եք որ ապագայում ստեղծագործենք նաև շատ շնորհակալ եմ ծնողներիս, ընկերներիս և իմ հարազլեզի ուսուցչին Միկել Հակոբյանին որ հենց ինձ ուղեկցեց այստեղ Սպի այս պահին նա այստեղ չէ, բայց ես վստահ եմ, որ ինքը շատ հպարտ կլիներ և ինձնով և իմ դասընկերուհու Անի Ազատանի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին եմ Կարելի է ասել, որ ինձ համար սա Չարենցի խոսքերով ասած երկնային առնչության պատմություն։ Շատ շնորհակալ եմ բոլորիդ, եթե եղել են նաև աշխատանքներ, որոնք մի քիչ ցածրարժեք են եղել, քիչ գեղագիտական, ես գիտեմ, որ այդպիսիները եղել են, բայց աշակերտները ցանկացել են ուղարկել։ Եվ դրա համար ես չեմ հակադրվել, ունեցել եք նաև ձեր գիտակ նման աշխատանքներ։ Դրա համար և կներեք և ոչինչ, իրենք փորձ են անում ու այդ ճանապարհը շատ կարևոր է որ անցնեն, որ համոզվեն, որ իրենցն է և մտածեն, որ իրենցը չէ։ Բայց առաջին հերթին մենք ինչ ենք անում, մենք կարդում ենք։ Ես այս մասին ուզում եմ շատ բարձրաձայն ասել, որովհետև իմ աշակերտներ, ես 40-ից ավելի աշակերտներ ունեմ, որոնք և դասական և ժամանակակից գրականություն են կարդում։ Մենք մասնակցում ենք հնարավոր բոլոր ընթերցանության մրցույթներին։ Աղջիկներիցս մեկը Գոհար Բագրատի Հովհաննիսյանը Էդինպիտի մրցույթին երկրորդ կարգի դիպլոմ և դպրոցին 75 գիրք է բերել։ Մենք շարունակում ենք։ Կորչի համացանցը, մենք կարդում ենք։ Շատ կարևոր բան է և իմ աշակերտների համար առավել ևս ես կարդում եմ իրենց պատճառով ժամանակակից գրականություն ես իրենց պատճառով եմ կարդում և կուզենայի ասել և ինձ համար առաջին հերթին ինձ համար ես կուզենայի ասել որ աղջիկներից մեկն էլ շատ շուտ հեքիաթասացության մրցույթին մասնակցել է Գոհար Վահեի Հովհաննիսյանը և դուք եք նրան մրցանակ տվել Սիրելիներս, այսպես ասեմ, որովհետև այսօր մենք գտնվում ենք մի օջախում, որտեղ բոլորը հարազատ են։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Նարեկին,
երբ մտանք այստեղ, այնքան սրտաբաց, այնքան լավ երեխաների հետ, ինչ եք սիրում, ինչ երաժշտություն դրենք, ինքը աշխարհից կտրված մի անկյուն է, որտեղ արվեստն է, գրականությունը, մարդիկ, ովքեր ստեղծագործում են։ Շատ մրցույթներ է եղել, ժյուրին, այսպես մարդիկ մի տեսակ այլ ձևով երևից նայել, բայց այստեղ այնքան գեղեցիկ դուք դիմավորեցիք մեր երեխաներին, ինչի համար ուզում եմ ասել շնորհակալություն։ Ես դարձյալ Արձականի դպրոցից եմ, Եվ այստեղ նույնիսկ մենք աշակերտ ունեինք Չարենց Հավան է տեղափոխել, նորից մեր աշակերտուհին է, այնպես որ իրենք կապի մեջ են գրել, որտեղ գրեն, ինչ գրեն, ստեղծագործեն, որտեղ ներկայանան։ Ստացվեց այսօր, ամբողջ կյանքում իրենք կհիշեն այսօրը։ Շնորհակալություն ժյուրիին, ժյուրիի նախագահին։ Չգիտենք, լավագույն բառերը ձեզ, մեր երեխաները նոր լիցք ստացան, այսինքն բոլորը նոր լիցք ստացան, արվեստի մարդիկ, գրականության մարդիկ, կտրվեցին այդ վիրտուալ աշխարհից ու շարունակելու են իրենք կարդալ, ստեղծագործել եւ մենք հույս ունենք, որ հայ ազգի մեջ կա այն կորիզը, որ փնտրում է, գտնում է, ինչի համար ուզում եմ ասել, շնորհակալություն ձեզ բոլորիդ կազմակերպիչներին այս լավ պահը, այս ամենը կազմակերպելու համար։ Շնորհակալություն։ Բարով եք եկել Նարեկացի արվեստի միություն։ Իսկապես մեզի համար շատ խորհրդանշական օր է այսօր։ Եվ ուզում եմ ասեմ, որ այս ամեն ինչ ունենա անպայման շարունակություն։ Ձնավ այս գաղափարը եւ ինքը ձիգ կարմեն եւ գծալգի։ Եվ այս գաղափարը ամեն տարի կգրկնվի, այսինքն ամենամյա կդառնա ինքը։ Եվ նաեւ ունենա անշուշտ ջողավորումներ, որ առաջ աստված մենք կմտածենք եւ կհայտարարենք ամեն ինչ ունի իր ժամանակը, կհասունա, կհայտարարվի։ Ես ուզում եմ բոլոր երեխեքին հրավիրեմ բեմ, բոլոր մասնակիցներին։ Երեխեք, ուրեմն ես ուզում եմ ձեր հետ կիսվել որոշակի մտքեր, ապրումներ, իբրև ձեր ավակ եղբայր եթե ընդունիք։ Ես էլ եմ հայ ընտանիքի զավակ, մեծ հայրս իմ մեծ մայրիկներս ցեղասպանությունից փրկված հասել են Լիբանան եւ Սիրիա, ես այնտեղ եմ, ես Լիբանանում եմ ծնվել մեծացել։ Բայց հաճախել եմ հայկական դպրոց։ Եվ եթե չլիներ հայ լեզուն, մեծանալով արաբներու մեջ, եթե չլիներ հայկական դպրոց, հայկական լեզուն, հայկական տարերը, ես միայն Աստված գիտե իմ ճակատագին ուր կտաներ ինձ։ Բայց քանի որ Աստծո կամքը կա, առաջնորդվել է ամեն ինչ այնպես ինչպես որ պետք է լիներ։ Հավատարիմ մեծ հորս, որ հայերեն չէր խոսում։ Թուրքերը, մեր թշնամիները ստիպել էին, որ իրենք հայերեն չխոսին։ Հայերեն չիմանան։ Մեծ հայրս, հորս հայրը։ Իմ մեծ հայրս, որ հայերեն չեն խոսում, բայց ուներ ծրագիր, այն են, որ անշուշտ Աստծո կողմից զետեղված իր մեջ, որ քաչալերել հայ ինչ որ կապ ունի հայ լեզվի հետ, հայ ստեղծագործի հետ, հայ հոգու հետ։ Այդ գաղափարով ինքը օգնել է, որ այնտեղ կառուցվի Հալեբ, Սիրիայում, հայկական դպրոց։ Նարեկացի արվեստի միությունը հայրիկս շարունակել է այդ ամեն ինչը Լիբանանում։ Եվ ես ծնված մեծացած եմ մինչև 22 տարեկան Լիբանանում եմ մեծացել, հետո գնացել եմ Միացյալ Նահանգներ։ Լսած կա Միացյալ Նահանգների մասին։ Հետո եկել եմ
իմ վերջին կայարանը հայրենիքն է։ Չնայած հայրենիքի հետ միշտ կապ եղել է, միշտ։ Հայրս Լիբանանից 50 տարի առաջ քաչալերում էր ցանկացած հայ սփյուռքահայ աշակերտի բոլոր ծախսերը հոգում էր, եթե այդ աշակերտը ուզենար գալ Հայաստան եւ խորանալ հայագիտության մեջ։ Իսկ դուք ծնվել եք այս հողի վրա, արդեն դուք հայրենիքում եք։ Այսինքն դուք ամբողջ շատ դժվարությունները չունիք։ Աստված որոշել է, որ դուք ծնվեք այս հողի վրա։ Եվ եթե դուք առաջին իսկ օրվանից շփվում եք Մեսրոպ Մաշտոցի, որ սուրբ էր, եւ Աստված իրենց դրված էր այն բարդականությունը, որ ստեղծել է հայկական տարերը։ Եվ հայկական տարերը սուրբ են։ Ա սկսում է այով, այփեկիմը սկսում է այով, Ա Աստվածն է, վերջանում է Քյով, Քրիստոսն է, եւ Օֆեն թյուրիմացություն է, բացարձակ թյուրիմացություն։ Եվ այն ինչ որ Աստված է ստեղծել Մեսրոպ Մաշտոցի միջոցով, պետք չէ մարդիկ աղավաղեին եւ ինչ որ ասեին, որ գիսատ բան չկա այնտեղ, կատարյալ է։ Այդ ումենը մեզի համար մեր ժողովրդի ինքնությունն է։ Դա մեզ պահպանողն է, մեզ առաջնորդողն է։ Մենք մեզ ճանաչում ենք մեր լեզվով։ Եվ քանի որ դուք ամեն մեկդ այդ գրիչը վերցրել եք, դրա համար այս մրցույթի անունը Եղեգնյա քրչով ենք մենք որոշել, որտեղ ամենամեծ հայ բանաստեղծներից մեկը այդպիսի գեղեցիկ բանաստեղծություն ունի եւ ծեր Էչանիշը հենց այդ բանաստեղծությունն է։ Եվ ամեն մեկը դուք այդ Եղեգնյա գրիչը բռնելով դուք եք միանում այդ ոգում ստեղծագործական։ Եվ այդ գաղափարը ծեր մեջ թող դրոշմվի, որ այդ պիսով դուք ամեն մեկը դառնում եք դեսպան հայ լեզվի։ Դեսպանները ով են։ Այն անձիկ ապրես, այն անձիկ, որոնք ներկայացնում են հայ ազգը։ Ամեն մեկը գրիչը բռնելով, կարդալով, գրելով հայ մայրենի մեր լեզուն, դուք դառնում եք դեսպաններ հայ լեզվի։ Դրա համար ձեզ շնորհավորում եմ ամեն մեկին։ Ապրեք, կեցեք, դուք ամեն մեկը դուք հաղթող եք։ Եվ ամեն մեկը ունի տեղ դուք ձեր վրա աշխատելու։ Միշտ մեր կյանքում մենք մեր վրա պետք է աշխատենք, որտեղ մարդ սխալվում է իր կյանքում, բայց սխալներից պետք է սորվի։ Մարդ դեղ ունի ինձ ինքը զարգացնելու, իր վրա աշխատելու։ Ձեր բարակային, օրինակ համար, քանի որ դուք արդեն գրողներ եք, ուրեմն անընդհատ պետք է կարդաք։ Մեծ բանաստեղծներում անպայման պետք է կարդաք։ Մենք ցեզ դվել ենք Աշուշ Դանիել Վարուժանը, բայց Դանիել Վարուժանը սփյուռքահայ գրողներից է, որ պետք է նաև, բայց նաև մեր մյուս մեծերը, Թումանյանը, Չարենցը, Բարույսևակ, ինչքան կարդաք, այդքան ծեր աշխարհը կընթլայնի եւ գտնեք դուք ծեր այդ ամեն ինչի մեջից դուք կքաղեք եւ գունենաք ծեր ինքնուրույն ոճը մեծերից օգտվելու։ Այստեղ դա նաև ուրիշ մի շատ կարևոր հանգամանք։ Հավատքը։ Իբրև հայ քրիստոնյա երեխաներ շատ կարևոր է հոգևորը։ Դրա համար մենք գրում ենք Սուրբ Գրիգոր Նարեկացի անունը։ Եվ Մատյան ողբերգության գիրքը, որ ցեզ նվիրել ենք, ինքը համապատասխան է։ Ինքը սուրբ գիրք է։ Եվ կապ չունի, որ չհասկանաք ամեն ինչ, բայց կարող է դուք զգաք, այդ էլ է շատ կարևոր, որ դուք զգաք եւ ոգեշնչվիք, եւ կարող է ոչինչ չհասկանաք, բայց կա մի պահ ձեր կյանքում,
որ հաղորդակցվիք ուղիղ Աստծո են, դա միջոց է ուղղակի։ Եվ ես այս ծեր քրություններն մեկում մեջ մի չեմ ուզում անունը տալ, բայց կար մի երևույթ, որ ինձի համար մի քիչ մտահոգիչ էր։ Եվ բոլորիդ ուզում եմ ես մի բան նվիրել, որ դուք միշտ հիշեք, երբ որ դժվար բահեր կան ձեր կյանքի մեջ, երբ որ չարը ներխուժ է, եւ հավատացեք, որ չարը միշտ լինի ներխուժ է։ Ինչպես որ տեսնում ենք, որ չարը օրինակի համար տարավ մեր երեխաներին, պատերազմ եղավ, մենք կորցրինք, Արցախը կորցրինք, եւ մենք շարունակում ենք կորցնել շատ բաներ, ինչու, որովհետեւ եթե ազգովի հերանում ենք Աստուծմե, դառնում ենք խոցելի։ Ինչքան մոտենում ենք Աստծուն, այդքան մենք դառնում ենք ավելի ուժեղ եւ Աստված անպայման ճանապարհը ցույց կտա մեզի, եթե մենք արժանի ենք։ Արժանի երբ ինչպես արժանի կդառնանք, ուղղակի հետևելով իր խորհուրդներին, իր պատվիրաններին եւ ապրել այդպես, ստեղծագործել այդպես, այդ ոգով, այդ շնչով։ Ուրեմն երեխեք, ես ուզում եմ, բահի տակ հիմա որոշեցի, որ ես ուզում եմ ձեր ամեն մեկին նվիրել շատ հետաքրքիր մի այսպես ասած քանդակ։ Ուրեմն այստեղ կա մի հրեշտակ, Շուշի Ղազանցեցոց եկեղեցի հրեշտակներից մեկն է։ Եվ ինքը քանդակված է Արցախից մի աղջկա կողմից եւ մեջը ունի բուրմունք։ Բուրմունքը խունգն է եւ զմուրս։ Երբ որ Հիսուս մանուկ ծնավ Աստծո զավակ, երեք մոքերը որ այցելեցին, նվերներ բերեցին։ Այդ նվերներից երկուսը հենց այդ հոտերն էին։ Իմացեք, որ այս հրեշտակը, որ հանցնում եմ ձեզ, հիշեք, որ դառնում է նաև դառնում եք ձեր տուն եւ դառնում է ձեր բահավան հրեշտակը։ Եվ երբ որ լինեք այնպիսի իրավիճակներում, որ դժվար են եւ պատասխանը չեք գտնում, աղոթեք։ Դիմեք Աստծուն, դիմեք Քրիստոսին, դիմեք Աստվածամոր եւ միշտ սպասեք պատասխանի։ Կարող է դեղվույն վրա չկա պատասխանը, կարող է հաջորդ օրը չլինի պատասխանը, բայց պատասխանը անպայման կլինի։ Պետք է լինեք համբերատար նաեւ։ Այսօրվա պատգամն է այս ձեզ։ Եվ ուզում եմ հիշեք, որ Նարեկացի արարեստությունը միշտ սպասելու է ձեզ, միշտ։ Մենք ձեզ սիրում ենք եւ սպասելու ենք եւ մենք հաջախակի Տիրոջ կամքով կհանդիպենք։ Հիմա սկսում ենք ամենափոքրից։ Ամենափոքրիկը ով է այստեղ։ Մեջտեղի արդյոք է։ Վարդուհի դու ես, թե ես դղան։ Սկսում ենք Վարդուհից։ Բաժանի շուշիները,